Քաղաքական հաշվեհարդարին նոր թափ է հաղորդել ՔՊԱ-ական իշխանությունը, համոզված է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Քաղաքական հաշվեհարդար է կուլակաթափության, ունեզրկման, վառ արտահայտված բաղադրիչներով։ Քաղաքագետը նկատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը բացառապես քաղաքական է, իրավական որևէ հիմք չկա նախագահին առաջադրված մեղադրանքում։ Սուրենյանցն իր զորակցությունն է հայտնում Հայաստան դաշինքի առաջնորդին։ Այս գործը որևէ կապ չունի արդարադատության եւ օրինականության վերականգնման հետ։ Ակնհայտորեն ընտրվել է թիրախավորման հստակ պահ, ժամանակ։ Քաղաքագետը հիշեցնում է 2025-ին հակաեկեղեցական արշավով է Փաշինյանը սկսել քաղաքական մեծ ռեպրեսիաները Հայաստանում։ Ռեպրեսիաները սկսվել են 1 տարի առաջ, 1 տարի 3 ամիս առաջ, տոտալ ռեպրեսիաները, երբ որ սկսվեց հակաեկեղեցական կամպանիան, հետո Սամվել Կարապետյանի գործ, հետո Սրբազան պայքար, արդարների գործը, հետո Միքայել եւ նաեւ Միքայել Սրբազանի թիրախավորումը, պարոն Ծառուկյանի այդ խայտարակ կալանավորումը օրենքի եւ բարոյականության բոլոր նորմերի խախտումներով ու շարունակվում է այդ process-ը։ Ըստ Սուրենյանցի 3 հիմնական պատճառ կա, որոնք Փաշինյանին ստիպում են քաղաքական գործեր բացել ընդդիմադիրների դեմ։ Նախ ըստ Սուրենյանցի հիմնական ընդդիմադիր ուժերը գլխատելու նպատակով է Փաշինյանը պատվիրել ազատազրկել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Ինչ անում են, ասում են մենք սա անում ենք ժողովրդին վերադարձնելու, ժողովրդի բարեկեցությունը ապահովելու, թալանը հետ վերադարձնելու կարգախոսով, բայց ես մի օրինակ բերեմ։ Այն փուլում, երբ որ Արադ ցեմենտը պետական կառավարման տակ չէր, այսինքն մուլտիգրուպի կառավարման տակ էր, ցեմենտի 1 տոննան վաճառվում էր 40,000 դրամով։ Հիմա ցեմենտի 1 տոննան դարձել է 47,000 դրամ։ Ընդամենը մի ամիս է պետական կառավարման տակ ընկի։ Հիմա դուք ինքներդ դատեք, ասենք էս ով է թալանում։ Այդ ժողովրդին վերադարձնում են ժողովրդի համար ավելի ծանր պայմաններով։ Ըստ Սուրենյանցի արտաքին պարտավորություններն են Փաշինյանին ստիպում իրավական մահակով ճնշել ընդդիմադիրներին։ Նիկոլ Փաշինյան այս ռեպրեսիաներով փորձում է ստեղծել իր համար քաղաքական բարենպաստ միջավայր արտաքին պարտավորություններ կատարելու համար։ Սահմանադրության փոփոխություն, անկլավների զիջում թվարկում է քաղաքագետը։ Այդ օրենքի փոփոխության հարցը հանրաքվեի դնելու համար խորհրդարանում 6 մանդատ պակասում է քաղաքացիական պայմանագրին։ Ըստ Սուրենյանցի, այդ բաղձալի ձայներն է փորձում կորզել Փաշինյանը քաղաքական հետապնդումների հսկա ալիքով։ Դիմադրության կենտրոնները փոշիացնում է, որպեսզի օրինակ պարլամենտում հնարավոր լինի լուծել այն 6 պակասող մանդատների հարցը։ Օրինակ եմ ասում։ Կամ եթե 6 մանդատների հարցը չի կարողանում լուծել, գլխատված ընդդիմության պարագայում չեն բացառում, օրինակ 1 տարի հետո նոր արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ադրբեջանի առաջ ստանձնած պարտավորությունների մասին բոլորը գիտեն, ասում է քաղաքագետը, բայց պնդում արտաքին պարտավորություններ Փաշինյանն ունի նաև արևմուտքի առաջ։ Ոչ պակաս վտանգավոր է արևմտյան կենտրոնների թելադրանքով այն հակառուսական ստրիպտիզը, որին ականատես ենք։ Դա էլ ավելի մեծ փորձության եւ փորձանքի առաջ է կանգնեցնելու Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Քաղաքական բռնաճնշումների երրորդ գործոնը ըստ քաղաքագետի Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխությունն է։ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է, թե Ռուսաստանը այլևս ռազմավարական դաշնակից չէ։ Սպասեք, որ շատ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ձևավորելու է իրեն հաճո ինստիտուտներ, օլիգարխիատ համակարգ, որը արդեն սպասարկելու է իշխանության նոր ստրատեգիական կուրսը։ Քաղաքագետի կանխատեսմամբ ներքաղաքական ճնշումների շարունակումը ընդդիմադիր շարժման ակտիվացմանն է հանգեցնելու։ Սուրենյանցը անխուսափելի է համարում քաղաքական դիմադրությունը։ Ալբերտ Սելոփյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։